Արդյոք մեզանում երբևէ հմտություն, փորձառություն, գիտելիք, անհրաժեշտ պաշար գիտելիքի ունեցող քաղաքական գործիչները երբևէ գնահատվել են։ Արդյոք դա այդպես է եղել։ Ես կասեմ ոչ։ Ընդ որում երբ որ ասում եմ գնահատվել, ես իմ նկատի նրա քաղաքական հայացքները։ Ես կարող եմ ձեր քաղաքական հայացքները չընդունել, բայց ձեզ որպես քաղաքական գործիչ ճանաչել եւ կարեւորել։ Արդյոք այսպիսի մեզ մոտ ընկալում եղել է։ Դե իհարկե ոչ։ Եթե մեզ հետ չես, մեր դեմ ես, այդ սկզբունքը միշտ է գործել, ցավոք սրտի։ Տարբեր ինտենսիվությամբ, տարբեր խորությամբ, բայց գործել է։ Ասում եք սերնդափոխություն, հավանաբար նկատում եք քաղաքական գործիչների սերնդափոխության մասին։ Այսինքն, եթե կարելի ասել սոցիալական մի ամբողջ հատված, սոցիումի մի ամբողջ հատված, որը այդուհանդերձ իրեն տեսնում է քաղաքական զարգացումներում պատասխանատու դերակատարմամբ։ Սա լուրջ հարց է։ Որը պետք է լիներ, կարծում եք, Գևորգ, այդ քաղաքական գործիչների նոր սերնդի դաստիարակման կամ ձևավորման դարբնոցը։ Որ ինստիտուտը պետք է լիներ։ Անկասկած կուսակցությունները։ Կուսակցությունն է այն ինստիտուտը, որում որևէ մեկը դեղնակտուց մուտք է գործում քաղաքական process եւ ժամանակի ընթացքում հասունանում փորձառություն, գիտելիք, հմտություն, քաղաքական որոշումներ կայացնելու ունակություն ձեռք բերելով դառնում է հանրության համար տեսանելի եւ վստահելի քաղաքական գործիչ։ Արդյոք սա չէ որևէ երկրում քաղաքական գործիչ դառնալու հիմնական ճանապարհը, ինստիտուտը։ Քաղաքական գործիչ չեք կարող, չկա մասնագիտություն, որ գնաք, ավարտեք դիպլոմ ստանաք, ասեք, ես այլևս քաղաքական գործիչ եմ, չկա այդպիսի հասկացողություն։ Քաղաքական գործիչ դա նշանակում է եւ գիտելիք, եւ փորձ, եւ անցածուղի, հմտություն, ունակություն, քաղաքական որոշումներ կայացնելու անհրաժեշտ վերլուծություն կատարելու ունակություն, կարողություն եւ քաղաքական որոշումներ կայացնելու։ Սա է քաղաքական գործիչը։ Հասկանում եք, հիմա մեզանում այդ ինստիտուտը, որը պետք է վերապահված լիներ կուսակցություններին, այդպես էլ չկայացավ։ Այսօր էլ մենք չունենք, բացառությամբ 1, 2, 3-ի, մենք չունենք կուսակցություններ։ Այսինքն հանրային կյանքի, անընդհատ ես այս բանը ասում եմ, հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինը ունեցող, ոչ թե նախընտրական ծրագիր, այլ հանրային կյանքի կազմակերպման դոկտրինալ մոտեցումների համակարգ նպատակների հիերարխիա եւ այդ սկզբունքների մի ամբողջ ցանկ, որոնք ծառայելու են այդ նպատակներին հասնելու։ Այսի քաղաքական ուժեր մենք չունենք։ Փոխարենն մենք ունենք բազմաթիվ մարդ կուսակցություններ։ Այսինքն եթե որևէ մեկը հանգարց այնց ընկերական շրջապատում նստած մի քիչ ճարտար լեզվով խոսում է, ասում եմ, դու կարաս կարգին պատրաստի վարչապետես կամ չեմ կուսակցության լիդեր։ Մյուս օրը նա արդեն ձևավորում է քաղաքական ուժ։ Եվ այդ քաղաքական ուժը որպես կանոն ձևավորում է այդ լիդերի քաղաքական հավակնությունները ապահովելու նպատակով։ Ոչ թե հանրային կյանքը կազմակերպելու դոկտրինը կյանքի կոչելու, սեփականը դոկտրինը կյանքի կոչելու, այլ այդ լիդերի քաղաքականությունը կամ քաղաքական հավակնությունները բավարարելու։ Սա չի մեր կուսակցությունը, սրանք չեն մեր կուսակցությունները, ճնշում է, որտեղ եթե դոկտրինալ լիներ հիմքում, այսքան կուսակցություն չեն կարող լինել։ Որտեղ հանրային կյանքի կազմակերպման դոկտրինները 1, 2, 3, 4 ավել չկա։ Հասկանում եք։ Մի քիչ կարող են ածանցված լինել, բայց ոչ թե 170 կամ 180 կամ ոչ 200։ Հետևաբար ինչու եմ ես այս մասին ձեզ այդպես մանրամասն խոսում, որտեղ ես ժամանակին սա մտածել եմ, ինձ մտահոգել է սա։ Իդեպ ես հիշում եմ ձեր նախաձեռնությունը 2001 թվականին։ Տեսեք,
Ես այն ժամանակ ասում էի, Ես դրա անդամ էի։ հա, մասնակցել եք։ Ավելին ասեմ, հիմա դաշտում երևացող շատերը, քաղաքական, հասարակական եւ այլն, իրենք եղել են դրան մաս։ Ուրեմն անհետևանք չի անցել։ Լավ, տեսեք, քանի որ հարցրեցիք, փորձենք մոտենալ կոնցեպտուալ առումով հարցին։ Խնդրին։ Նայեք, այսինքն ինձ համար պարզ էր, որ սերնդափոխությունը քաղաքականությունը ավելի որակյալ դարձնելու ամենակարևորագույն նախապայմանն է։ Որակյալ սերնդափոխություն, այսինքն նոր մարտահրավերներին դիմագրավելու ունակ, հմտություն, կարողություն, գիտելիք ունեցող, հա, փորձառություն ունեցող մարդկանց մի ամբողջ խավ, եթե կարելի ասել։ Դա քաղաքականությունը արդիական պահելու եւ շարունակական դարձնելու կարևոր լրջագույն նախապայմանն է, լրջագույն նախապայմանը։ Այդ ժամանակ իմ մոտ ցակից այդ գաղափարը։ Դա 2000 թիվների դեպ։ Երբ որ ես դուրս եկա 2000 թիվն երբ որ ես դուրս եկա բանից կառավարության կազմից, ես ձեռնամուխ եղա այդ երիտասարդական խորհրդարանի կազմավորման կամ կազմակերպման ձևավորման խնդրին։ Շատ պարզ էր իմ պատկերացումները։ Ես ասում եմ, մենք կարող ենք ես միջալոց այն ժամանակ Արմեն Եղիազարյանի հետ քննարկում եմ, թե ինչ մեխանիզմներով կարելի է խորհրդարանի այդ երիտասարդության մեծ կազմից խորհրդարանական այդ կոնտինգենտը, եթե կարելի ասել, երիտասարդ պատգամավորների կոնտինգենտը ընտրել։ Շատերը դա խորհրդակցում այդ թեմայով, բայց ամենակարևորը հասկանալ, որ կային արդեն կուսակցություններ, որոնք ունեն իրենց երիտասարդական թևերը։ Ես ասում եմ, որ նախ եւ առաջ առաջերտին այդ երիտասարդական թևերի ներկայացնողները պետք է կարող են եւ պետք է ներգրաված լինեն։ Ես սկսեցի Թեքեյան կենտրոնում դալիճում հրավիրել տարբեր տեսակի այդպես շփումներ, փորձում եմ ներկայացնել գաղափարը։ Իդեան շատ լավն էր իմ կարծիքով եւ հեռանկարային, որտեղ ես ասում եմ, եթե մեզ հաջողի պատկերացեք խորհրդարան երիտասարդական, դա իր կառուցվածքով պետք է լիներ ազգային ժողովի կրկնօրինակը։ Բայց երիտասարդական ոչ ֆորմալ, հա, այդպես ասենք, ունենալու իր ղեկավարը, կամ տեղակալներ, հանձնաժողովի նախագահ, ընդհանրակարգերը բոլորն ունեն, ընդ որում օրենքների նախագծերը ես առաջարկում եմ ընդհանրենք խորհրդարանում, ազգային ժողովում, օրենքի նախագծը ներկայացնում է նախարարը կամ փոխնախարարը առավելագույնս, ապա խորհրդարանում պետք է այդ երիտասարդական խորհրդարանում պետք է օրենքի նախագծը ներկայացնել բունտ օրենքի հեղինակը, որպես կանոն դա լինում է ինչ-որ բաժնեվարիչ կամ առաջատար մասնագետ։ Խոսք ընդ որում ես նախատեսում եմ քննարկման փուլը անցնում է եւ մի քիչ առաջ անգած ոնց որ պատկերացնեք ենթադրենք այս հարցը մտել է ազգային ժողովի օրակարգ մենք դրանից մտավ օրակարգ միջև այդ խնդիրը չքննարկվի երիտասարդական խորհրդարանում եւ որի կարծիքը չհնչեցվի քննարկման ժամանակ ազգային ժողովում, ապա այդ հարցը օրակարգային քննարկման առարկա չի կարող դառնալ խորհրդարանում։ Այսինքն այդ կերպ մի կողմից ես կարծում եմ կարող ենք մենք բարձրացնել երիտասարդական խորհրդարանի գործնական մասնակցությունը բուն քաղաքական process-ին, մյուս կողմից նպաստենք, որպեսզի կադրային այդ խնդիրը, այսինքն սերնդափոխության այդ խնդիրը լուծվեր։ Ցավոք սրտի ձախողվեց, բայց ոչ իմ պատճառով։ Կարծում եմ դա ինչ-որ կուսակցություններ սկսեցին առանձին այլ կերպ մեկնաբանել։ Դա հավակնություններ, բնականաբար ինչ-որ մարդիկ սկսեցին մտածել, թե Խոսրով Արությունն ինչ-որ հավակնություններ այդ կերպ ուզում իրականացնել, բայց իրականում հավատացում ձեզ իմ նպատակը շատ պարզ էր եւ ազնիվ։ Ես մե որ այս սերնդափոխությունը գոնե հետագայի համար մենք պատրաստ ունենայինք այդ կադրային մի ամբողջ շերտ, որոնք պատրաստ կլինեին նաև ստանձնել անցյալը ջնջելու մեր մոլուցքը բոլոր հարթությունների մեջ է դրսևորվում, ոչ մենակ քաղաքական կամ կադրային։ Սկսած քաղաքաշինությունից կամ չգիտեմ, մենք շատ ենք վախենում բացառիկ չերևալուց։ Չգիտեմ, ես ճիշտ ասած, գիտեք, ասեմ Գևորգ, ես ինքս իմ կարողությունների հավատացնում ձեզ եւ այս ամբողջ պատմական process-ում իմ մասնակցության վերաբերյալ շատ համեստ պատկերացումներ ունեմ։ Հավատացնում ձեզ, դա ավելնորդ համեստություն չի։ Ես ուղղակի գտնում եմ, որ պատասխանատվությունը այնքան մեծ է, սարսափելի մեծ, հա, որ ցցվել կամ փորձել հասկանալ եք այլ կերպ ներկայացնել, դա ճիշտ չի։ Հիմա
Տեսեք, մենք նոր քիչ առաջ խոսացինք մի բան նախաձեռնության Այդ մասին, որը համատեքստում մենք նաև չեք արժևորում մարդկանց իրենց գործնեության մեջ, ամեն մեկին իր դաշտում, իր ու դուրս է գալի մեր հասարակությունը բերման այդ միշտ հեղափոխական կամ ինչ-որ sense վայրիվերումների մեջ